Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք վերջի օրերի ընթացքում համացանցում ակտիվորեն տարածվող մի fake տեղեկատվության կեղծ տեսահոլովակի մասին։ Կարող է ձեզանից շատերը նաև տեսել են այդ տեսահոլովակը։ Ես իհարկե չեմ տարածի այն, որ նորից կեղծիքը չտարածեմ։ Որտեղ որ նախագահ Ադրբեջանի Իլհամ Ալիևը իբրև հայտարարություն է անում եւ ասում է այսպիսի բան ճակերտներում այդտեղ է հնչում, այդտեղ երևում է, որ ինքը հարցազրույց է տալի լրագրողներին, այդ ձևաչափը տարին մեկ է տեղի ունենում հունվարի սկզբին առհասարակ, որ հասկանալի լինի, որովհետեւ շատ լավ կարելի է ֆիքսել ինչ իրավիճակում ինչ հարցազրույց է, բայց միևնույն ժամանակ կտրած է մի կոնկրետ հատված եւ երևում է, որ վրավից ձայն է դրված։ Եվ այդ ռուսերեն ձայնով գնահատական է տալիս։ Այդ կոնկրետ հատվածում Ալիևը ասում է այսպիսի բան ճակերտներում, որ Հայաստանի թույլտվություն չեն վերցրել, այնպես են օդային միջանցք ստեղծել իբրև, եւ որ տերմին Զանգեզուրի միջանցքը արդեն միջազգային առումով կա, Ադրբեջանը ինչ ուզեցել ստացել է եւ այլն։ Այսինքն գլխավոր հարցը այդտեղ իրականում այն էր, որ առանց Հայաստանին հարցնելու իրենք կարողացել են Հայաստանի օդային տարածքով թռիչքներ ապահովել։ Եվ այս տեսահոլովակը ոչ թե ադրբեջանական մամուլից տարածվել է խոսքին, այլ անհասկանալի աղբյուրում կտրած այդ մի կոնկրետ հատվածը, վրավից ոնց հասկանում եմ ռուսերեն ձայնը փոխած ուրիշ բան է ասում Ալիևը։ Հիմա կբացատրեմ, թե ինչ կապ ունի սա իրականում այս գործընթացի հետ, որովհետև տեսեք, Ալիևը այդտեղ այնինչ հայտարարություններ ասում է, առաջի հերթին այդպիսի հայտարարություն չի ֆիքսվում, հասկանում եք։ Հերիք չի, որ այդպիսի հարցազրույց Ալիևը վերջին անգամ տվել է հունվարի սկզբին, տարին մեկ, այսինքն այս հունվարի սկզբին, անցյալ տարվա հունվարի սկզբին եւ այլն։ Ես ստուգեցի այս տարվա հունվարի ելույթը, անցյալ, նախանցյալ տարվա, այդպիսի խոսքեր չկան։ Առհասարակ այդպիսի խոսքեր, որ Ալիևը ասել է, որ օդով առանց Հայաստանի թույլտվության միջանցք են ձևավորել եւ թռիչքներ են կատարում առանց Հայաստանի թույլտվության, չկա ուղղակի այդպիսի բան Ալիևի կողմից ասած։ Պարզ ասեմ, ինչի։ Որովհետեւ եթե դա Ալիևը ասած լիներ, մենք կգիտենայինք դրա մասին։ Այդպիսի բան բոլորը կիմանային։ Նորություն չէր հայտնվի, բայց ավելին ասեմ, հիմա ինչի է դա տարածվում։ Այսինքն երբ վերջի ամիսների ընթացքում հաստատ տենց բան չի ասել, հունվարի այդ ելույթի ժամանակ հաստատ չի ասել, եւ անցյալ տարվա նաեւ ժամանակ չի ասել, բայց ընդհանրապես գտնել անհնար է, որ լիներ մենք կգիտենայինք։ Բացի դրանից, այն որ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագիրը ստորագրելուց հետո Ալիևը փոխել է իր ռետորաբանությունը, որտեղ իրավիճակը տարածաշրջանում փոխվել է, դա էլ է փաստ, հարգելի հայրենակիցներ։ Եվ օգոստոսի 8-ից հետո Ալիևը այլևս այն բառապաշարը չի օգտագործել, որը միջև այդ է օգտագործել։ Շատ եւ շատ հարցերում։ Ես շատ անգամ քննադատել եմ Ալիևին, շատ իր բառապաշարի համար։ Հայաստանի հանդեպ, Երևանի հանդեպ, ուրիշ չեմ ուզում կրկնեմ, շատ լավ գիտեք այդ ամբողջ թեզերը։ Օգոստոսի 8-ից հետո չկա Ալիևի կողմից այդ թեզերը, չի կրկնում Ալիևը այլևս։ Հիմա մենք ունենում ենք իրականություն, երբ այդ կոնկրետ հայտարարությունը սկսում է հայկական սոցիալական ցանցում միևնույն ժամանակ տարածվել։ Ես փորձեցի նաև պարզաբանել այդ հարցը, հասկանալ, թե ով ինչ կապ ունի այդ հարցի հետ, որովհետև հարցը իրոք լուրջ է եւ իմ համար շատ զարմանալի էր, որ այդ միանգամից այսպես հայկական դաշտ մտավ։ Իրանք չեն դնում այդ հարցազրույցը որևէ աղբյուրից, իրանք դնում են հենց այդ կտորը հարցազրույցի, որտեղ որ դա հնչում է վերևից ասած տեքստով։ Եվս մեկ անգամ խոսքին վերջի հարցազրույցը, որը տվել է, ամբողջ տեքստը կարդացել եմ, չկա այդպիսի բան։ Անցյալ տարվա 25 թվականի չկա, սոցիալական ցանցերը, ինտերնետում փնտրել եմ, ոչ միտեղ չեմ տեսել այդպիսի բան։ Հերիք չի իհարկե ոչ էլ այս օրերի ընթացքում է ասել այդ թվում։
Եվ որ ասած լիներ, մենք բոլորը կիմանայինք դրա մասին, չէ, նորություն չէր լինի։ Բոլորը այն ժամանակ, երբ որ Ալիևը կասեր, հաստատ հայկական մամուլը ուշադրությունից բաց չէր թողնի այն փաստը, որ այդպիսի բան է Ալիևը ասել։ Ես այդպիսի բան չեմ հիշում, շատերը չեն հիշում։ Պարոն Հովսեփ Խուրշուդյանը այսօր նաև գրեց եւ ինքն էլ սա գնահատել սոցիալական ցանցում, ինչպես բացահայտ կեղծիք եւ ինչքան հասկանում եմ ինքն էլ այդ մոտեցումը ունի, որ ձայնը վրավից փոխած է եւ ուրիշ բան է ասվում իրականում, Ալիևը ինչ ասում է դա մի հարց է, իսկ երկրորդն է ինչ է այդտեղ ռուսերեն լեզվով հնչում։ Եվ ամենակասկածելին այն է, որ միևնույն ժամանակ հայկական դաշտում հայտնվեց մի քանի օկտատերի մոտ։ Մի կողմից վիդեո տարբերակը, մյուս կողմից այդ տեսահոլովակը։ Եվ ես անպայման սա պետք է ասեմ, որովհետև սա այն իմ վերլուծության հետ, որը երեք եմ տարածել, իրականում կապ չուներ, ուրիշ թեմայով եմ պատրաստել, բայց համընկնում է այդպես, որ կոնկրետ պարոն Արա Պապյանը եւ պարոն Տիգրան Խզմալյանը, նաեւ ասեմ, որ եւս կա քաղաքական գործիչ Արսեն Սարգսյան, այս երեք անձնավորությունը տարածել է այս տեսահոլովակը այն դաշտում, որտեղ որ ես եմ տեսել։ Ես ենթադրում եմ, որ ուրիշ մարդիկ էլ են տարածել, կարող է Telegram ալիքներում, իհարկե ես չեմ օգտագործում այդ շատ Telegram ալիքներում չկամ եւ չգիտեմ այդտեղ ինչ է տեղի ունենում խոսքին։ Facebook-ում են տարածել կոնկրետ այս դեպքում ուրիշ տեղ ես չեմ տեսել, ենթադրում եմ, որ կարող է ուրիշ ինչ-որ մեկն էլ է տարածել, բայց ես ոչ թե ուղակի անուն ազգանուն քաղաքացի տարածել է։ Նկատի ունեմ քաղաքական գործիչ, հա, պարոն այս դեպքում պարոն Տիգրան Խզմանյանը, պարոն Արա Պապյանը եւ պարոն Արսեն Սարգսյանը երեքն էլ քաղաքական գործիչներ են, հանրային գործունեությունով են ծավալում եւ զբաղված։ Եվ իմ համար անկեղծ ասած շատ զարմանալի է այս փաստը։ Պարոն Հովսեփ Խուրշուդյանը նաև ընդգծում է, եւ ես իր հետ համամիտ եմ, որ մեդիա ուրեմն կրթության հետ մենք ունենք նաև խնդիր։ Առաջի հարցը այն է, որ շատ մեր հանրության մասը առանց ստուգելու, առանց ուսումնասիրելու, առանց խորանալու տեսավ Ալիևին, տեսավ հայտարարություն, տարածվել այդ հայտարարությունը, վերջ, ուրեմն դա ճշմարտություն է համարեց։ Իսկ ով ասեց դա, որ այդպես է։ Իհարկե դա կարող է այդպես չլինել։ Այսինքն հանգիստ կարող է լինել կեղծված, բայց տասնյակ հազարավոր դիտում ունի։ Ես այս վերլուծություն չէի ուզում անկեղծ ասած գրել այսօրվա այս քննարկումը։ Պատճառը պարզ է կարծում եմ, բայց բացատրեմ նաև։ Օրերս խոսեցի կոնկրետ պարոն Պապյանի եւ պարոն Խզմալյանի մի քանի հայտարարության մասին եւ անկեղծ ասած որևէ դեպքում չէի ուզում նորից անդրադառնալ իրանց վերաբերվող որևէ հարցի, որ չլինի այնպես, որ ես ֆիքսված եմ անձնավորությունների վրա, որովհետև ես ֆիքսված չեմ, ես անձնավորություններով չեմ հետաքրքրվում, իմ համար գաղափարներն է ամենակարևորը եւ փորձում եմ երբեք չթիրախավորեմ անձնավորություններին, ինչպես այսպեսին։ Եվ հիմա իմ համար զարմանալի է այս փաստը, ես անկեղծ եմ ասում, շատ զարմանալի է, կամ պարոնայք դուք չեք գիտակցել, ինչ եք տարածում, չեք խորացել, չեք ստուգել ինչ, երբ է արել այդ հայտարարությունը, արդյոք դրա աղբյուրը կա, որտեղ է արել, ինչ համատեքստում եւ ո՞նց է հայտնվում, որ մենակ դուք եք տեղյակ այդ հայտարարության մասին։ Այսինքն հայկական ԶԼՄ-ներ կա, մամուլ կա, տարբեր կառույցներ կան, իշխանություն կա, ԱԳՆ կա, քաղաքացիական ավիացիայի կոմիտե ունենք եւ այլն, հա։ Ալիևը ասում է, որ ոչ օրինական ձևով ուրեմն հատել են Հայաստանի օդային տարածքը այդտեղ։ Բացի դրանից կա միջազգային իրավունք, որով այդպիսի բան չի կարող տեղի ունենալ։ Կա կոնվենցիաներ, փաստաթղթեր, որով պայմանավորված են կողմերը նրա մասին, որ առանց պետության թույլտվության իր օդային տարածքը դու չես կարող օգտագործել։ Եթե Ադրբեջանը խախտել է, Հայաստանը դա Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ներքո է։ Դա հակամարտության հետ կապ չունի, դա այն է, ինչ ուղղությամբ Հայաստանի իշխանությունները կտրուկ մոտեցում ունեն։ Դա այն 29743 քառակուսի կիլոմետրի տրամաբանությունում է, որտեղ օդային տարածքն էլ այդ տարածքի մասն է։ Եվ եթե Ալիևը ասել է այդպես բան, բայց չի ասել, ես չեմ կարող գտնել։ Ուրեմն ինքը ասում է, խախտել են։ Դա ապացուցելով դա պետք է Հայաստանի իշխանությունները դիմեին, Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքեր,
դուք պետք է դիմեիք նաև քաղաքացիական ավիացիայի կոմիտե եւ իմանաք իրանցից այդպիսի բան կա թե չկա, ես հուսով եմ կդիմեք նաև ինչ որ քաղաքական ուժեր կամ հասարակական կառույցներ պարզաբանումների համար։ Գուցե սա նաև ինչ որ մեդիա հարթակներով էլ ավելի խորը վերլուծվի, որ հասկանանք այս ֆեյքը որտեղից է գալիս, ով է սա արել։ Բայց իմ համար զարմանալին այն է, որ երեք քաղաքական գործիչ այս դեպքում տարածում են այս տեղեկատվությունը, միևնույն ժամանակ, եւ ես կարող եմ գնահատական տալ սրան։ Կամ մենք գործ ունենք ուղղակի նրա հետ, որ դուք մեդիա գրականության հետ խնդիր ունեք, այսինքն միջև մի բան տարածելը չեք ուսումնասիրում ինչքանով դա ճիշտ է, ինչքանով սխալ, եւ զուտ որ ձեր դուրը գալիս է այդ թեման, որ դա կարող է հավաքել դիտումներ, այդ թվում, որովհետեւ տասնյակ հազարավոր դիտում իրոք հավաքել է այդ Ալիևի հայտարարության այդ կարճ հատվածը։ Եվ դա կարող է էմոցիաներ ստեղծել հատկապես հակաիշխանական, դուք դա տարածում եք։ Եվ ես դա կասեմ, որ դա պոպուլիզմ է, որովհետև տարածել ինչ-որ մի բան, որ հակաիշխանական, սեփական ինչ-որ նարատիվները չստուգված անհասկանալի ինչ-որ տեսանյութ, որը դուք չեք կարող ապացուցել, որ այդպիսի բան առհասարակ ասվել է, որովհետև որ ասվեր բոլորը կգիտենային դրա մասին։ Երբ է ասվել դա էլ հասկանալի չի, հաստատ ոչ վերջի ես արդեն պարզաբանեցի այդ ամենը մի խոսքով։ Այսինքն կամ դուք ուղակի չեք գիտակցում, չեք մտածում, միտեղ տեսակ Telegram-ում կամ որևէ տեղ այդ վիդեոն եւ տեղակայեցիք ձեր էջի վրա եւ դա տարածեցիք, որ տեսեք այսպիսի բան է, եւ եթե այդպես է, ապա ես կոչ եմ անում ձեզ, որ դուք հիմա լավ ուսումնասիրեք այս հարցը, պարզեք, որ ֆեյքի հետ գործ ունենք եւ ասեք, որ սխալվել եք, ջնջեք այդ տեսահոլովակը եւ գրեք, որ սխալվել եք, լինում է, բայց կա երկրորդ ավելի վատ տարբերակը, որ կոորդինացված է ինչ-որ մի բան, միտմամբ է սա արվում։ Չգիտեմ կոնկրետ ձեր հետ կոորդինացված է թե չէ, դա արդեն ուրիշ հարց է, ես այդ ուղղությամբ չեմ շարժվի, բայց ես տեսնում եմ, որ միևնույն ժամանակ հայտնվեց այդպիսի տեսահոլովակ, տարածվեց։ Ես համոզված եմ, որ հիմա նախընտրական շրջանում ինչ ուզես ֆեյքներ տարածվելու է, բայց ես հետևելու եմ նաև ով է տարածում այդ ֆեյքները անուն ազգանուններով, որովհետև գիտեք ֆեյքը չկարող միշտ տարածել fake edge-ը, fake Telegram ալիքը։ Ինչ որ մեկը պետք է պատասխանատվություն վերցնի այդ fake-ի համար, չէ՞։ Քաղաքական նպատակներով օգտագործի նաև։ Եվ իհարկե հանրությունը այդքան չի վստահում որևէ fake edge-ին, ինչ որ Telegram ալիքին, որտեղ որ մի բան գրվում է, քան անուն ազգանուն ունեցող անձնավորությանը, այն էլ երեքն էլ տարբեր կուսակցություններ են ներկայացնում։ Եվ այս դեպքում հարց է առաջանում. դուք սխալվել եք եւ պատրաստ եք դրա համար հանրային ասել, որ սխալվել եք, ներողություն խնդրել կամ ուղղել ձեր սխալը առնվազն, թե սա միտմամբ է արվում։ Եվ եթե սա միտմամբ է արվում, ապա սա շատ լուրջ հարցեր է առաջացնում, շատ լուրջ։ Եվ ես ուղղակի ասում եմ հանրության առաջերտին, որ հարգելի այդիկներ, այսպիսի բան չկա, սա կեղծ է, եւ նույնիսկ եթե այսպիսի մի համատեքստ, ես չեմ ասում նույն խոսքերը, համատեքստ ինչ որ մի բան ասվել է, դա ասվել է հաստատ ոչ այս տարի, ոչ անցյալ տարի, այսինքն միջև Վաշինգտոնի հռչակագիրը հաստատ, բայց նույն բանը հաստատ չի ասվել։ Ուրիշ մի բան կարող է ասվել։ Կարող է այնտեղ մի փոքր բովանդակություն է փոխված, հասկանում եք, ինքը կարող է ոչ թե ասել է, որ մենք խախտելով Հայաստանին, չհարցնելով Հայաստանին օթային ճանապարհ ենք բացել, այլ կարող է այնտեղ ասում է, որ մենք Հայաստանից ստացել ենք այդ հնարավորությունը եւ գնում ենք, որտեվ այո, ստացել են, գնում են, մենք էլ Ադրբեջանի ուղղությամբ ենք ստացել, գիտեք, նաեւ ցամաքային ծորեն է գալի, նավթամթերք է գալի եւ այլն, այսինքն դա նորմալ է, բայց ինչ է նշանակում չհարցնելով Հայաստանից։ Եվ կարող է միայն այդ հատվածը լինի կեղծված, հասկանում եք, մնացածը ամեն ինչ կարող է ճշմարիտ լինել, բայց չի փնտրվում այդպիսի տեղեկատվություն։ Եվ ես ուղղակի նպատակ ունեմ այսօր սա անելով այս նաև նոր քննարկումը այսպիսի ձեր հետ միասին, որ մենք եւս մեկ անգամ ֆիքսենք։ Տեսեք, ֆեյքները ասել են շատ նուրբ աստիճանի։ Կարող է ֆեյք չլինի ոչ այն, որ Ալիևը հանդիպել է, խոսել է, երբ, բայց նայած, հա։ Երկրորդը
ինչ է ասել։ Կարող է մի քանի բառ փոխեն այդտեղ, հասկանում եք։ Եվ դու չես լսում ադրբեջաներեն, դու չես լսում իրականում ինչ է ասում, դու լսում ես վերևից դրված ռուսական ձայնը, որը կարա նորից գրվի։ Ինչ խնդիր։ Հասկանում եք, դու չես հետևում Ալիևի խոսալու ուրեմն այդ գործընթացին դու չես հետևում ինչպես է Ալիևը խոսում, որ թուրքերին հետևես եւ հասկանաս այդ բառն է ասում, թե չի ասում։ Այն էլ դա էլ է արդեն կարելի արհեստական բանականության միջոցով կեղծել, բայց այդքան լավ որակով դեռ չէ, որովհետեւ մենք տենում ենք Սամվել Կարապետյանին, որ կեղծեցին արհեստական բանականությունով խոսում էր, երևում է, որ ԱԲ միջոցով է, այսինքն շատ լավ երևում է, որ դա արհեստական բանականություն է, այլ ոչ թե իրական ինքը։ Բայց այս դեպքում մենք ռուսերեն տարբերակն ենք լսում վերևից դրված։ Եվ ես ուղղակի հորդորում եմ ձեզ, հարգելի այրնակիցներ, որ բոլոր տեղեկատվությունների հետ շատ զգույշ լինեք։ Այսինքն այնպես չէ, որ տեղեկատվությունը եթե մի տեղ տեսաք, ապա դա փաստ է։ Հիմա տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդ սա տեսավ այդ տեսահոլովակը, եւ հիմա կմտածի, տեսեք, էլի զիջում են, տեսեք Ալիևը էլի պահանջում է։ Իսկ իրականում օգոստոսի 8-ից հետո ոչ մի բան չենք զիջել, ոչ մի բան չի պահանջում էլ Ալիևը։ Միակ թեզը ունի, որը ինքը շարունակում է, որը արձանագրված է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության կողմից ինչպես վտանգ, դա ադրբեջանցի վերադարձի ճակերտներում թեման է։ Միակ վտանգավոր թեզն է։ Ուրիշ հարցեր Ալիևը այլևս առաջ չի տանում, հակառակը 2 օր առաջ հարցազրույց է տվել, ասել է Հայաստանի հետ Եվրոպական միության նախագահի այցի ժամանակ մենք խաղաղություն արդեն փաստացի ունենք եւ ընդմիշտ խաղաղություն է լինելու։ Այսինքն մարդը արդեն ռետորաբանությունը փոխել է, որովհետեւ Վաշինգտոնից, Բրյուսելից ստացավ շատ լուրջ նախազգուշացումներ եւ այլն, եւ դրա փոխարեն որ մենք խոսենք այդ իրականության մասին, իհարկե մենք տեսնում ենք, որ փորձում են հակառակը նորից սրել, նորից վախեցնել հանրությանը եւ այլն։ Երկրորդ հարցում ես ուզում եմ նաև կարճ ասեմ, արգելի այրնակիցներ, որ ես հորդորում եմ քաղաքական գործիչներին շատ պատասխանատու մոտենան հարցերի։ Շատ։ Եվ ստուգեն բոլոր տեղեկատվությունները, որը տարածում են։ Սխալ է, միանգամից ուղղեն։ Եվ պետք է նախազգուշացնեմ հանրային։ Ես անպայման հետևելու եմ, ով ինչ է տարածում։ Իմ համար տարբերություն չկա։ Ես նաև տենում եմ զարմանալի մեկնաբանություններ, ուղիղ ասեմ, որ ոչ մեկ չկա այնպիսի, որի մասին ես չեմ կարող իմ կարծիքը հայտնել, որովհետև ես անհասկանալի ինչ-որ մեկնաբանություններ ստացա նախորդ իմ վերլուծության հետ կապված, որ իբրև ես իրավունք չունեմ կոնկրետ ինչ-որ անձնավորության մասին կարծիք հայտնեմ։ Ուրեմն, եթե ես կարող եմ Իվանիշվիլու մասին հայտնել, Ալիևի մասին հայտնել, Պուտինի մասին, Փաշինյանի մասին, Էրդողանի մասին, չգիտեմ, ում մասին ուզում ես կարող եմ Թրամփի, Նետանյահուի եւ այլն, հաստատ Հայաստանում ընդդիմադիր գործիչների անուն ազգանուններով չասեմ հիմա, էլի։ Ընդդիմադիր գործիչների մասին կարծիք հայտնել հանգիստ կարող եմ եւ այդ կարծիքը միշտ կիրթ ձևով անձին չի վերաբերվում, ոչ մեկին չի վիրավորում, որտեղ ես տեսա մի քանի հոգի ինձ են փորձել վիրավորել նրանից հետո, որ ես կոնկրետ թեզերի եւ հարցերի մասին եմ խոսել, հա։ Մենք երբվանից ենք փոխելու այդ մոտեցումը, որ անձի վիրավորելու փոխային գաղափարները քննարկենք, որովհետեւ գաղափարներն է ամենակարևոր։ Ես տեսնում եմ, որ գաղափարների առումով խոսքին նորից անդրադառնանք այդ հարցին։ Գաղափարների առումով ինձ հետաքրքիր էր, շատ ուղիղ ասեմ, պարոն Գուրգեն Սիմոնյանի մոտեցումը, որովհետև ես գիտեմ Տիգրան Խզմալյանի մոտեցումը եւ Արա Պապյանի մոտեցումը, որոնք մինչեւ հիմա շարունակում են օգտագործել հանրային թեզում Ղարաբաղի թեման։ Շարունակում են ասել, որ մերն է եւ այլն, այսինքն հակամարտության տրամաբանության մեջ է։ Դրանով չեն ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանով բերում են նրան, որ Ադրբեջանը չճանաչի մեր ուրեմն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դրանով վերադառնում ենք հակամարտության տրամաբանության մեջ, որում ինչ հետևանքներ ենք ունենալու, գիտենք, որովհետև մենք տեսնում ենք նաև տարածաշրջանային առհասարակ զարգացումները։ Չմոռանանք նրա մասին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը առհասարակ Շուշի հռչակագիր են ստորագրել եւ ռազմական դաշնակիցներ են։ Մենք մեր ցանկությունների իրականությունից իրականություն անցնենք։ Այստեղ այնպես չէ, որ ցանկությունների մակարդակով իմ նախնիները Կարսից են։
Ես ավել չեմ ասի այս թեմայով, եթե ցանկությունների մասն ենք խոսում, բայց ես խոսում եմ իրողությունների միջազգային իրավունքի մասին եւ ցավոք ինձ նաեւ հետաքրքիր է ինչպես ասացի, որովհետեւ չգիտեի կոնկրետ պարոն Գուրգեն Սիմոնյանի մոտեցումը, տեսա նաեւ իր էջի վրա 3 գրված դրանից հետո արդեն որ ուրեմն պետք է բոլորից քաղաքացիները հարցնեն Արցախը ումն է, ճակերտներում ինքը այդպես է կոնկրետ գրել եւ ըստ դրա քվեարկեն։ Ну դա նշանակում է, որ պարոն Գուրգեն Սիմոնյանը համարում է, որ այդ թեմայով այսպես բաժանվում է քաղաքական դաշտը, այսինքն ով ասում է մերն է հայրենասեր է ստացվում, իսկ ով ասում է ոչ, ըստ իրեն ստացվում է, որ ուրեմն հակա պետական կամ հակահայրենասեր եւ այլն, հակա Հայաստանյան, բայց իրականում հակառակ բանն է ստացվում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, եթե Ղարաբաղի թեմայով շարունակի Ղարաբաղ շարժումը, ապա դա Հայաստանի պետականության համար կործանարար հետևանքներ կունենա։ Դա ուղղակի փաստ է։ Եվ ես իհարկե ցավում եմ, որ իմ պատկերացումով առհասարակ այս թեման կոնկրետ դա պոպուլիզմ է, այս պայծրությամբ, որովհետև մենք շատ լավ հանրությունը գիտի մեր զինված ուժերի հնարավորությունը, մեր տեխնոլոգիական հնարավորությունը, մեր տնտեսական հնարավորությունը, մեր ժողովրդագրական հնարավորությունը, միջազգային իրավունքի առումով ինչ մոտեցումներ ունեն պետությունները Ղարաբաղի թեմայով, որ պետությունն է, որ ուրիշ մոտեցում ունի եւ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս ամենը շատ լավ, մենք 35 տարի այդ թեմայով ենք զբաղված եւ ինչին կարողացան կոնկրետ հասնել այդ առումով եւ որ պետությունները ասցին այո, մենք պատրաստ ենք տարածքային ամբողջականությունը փոխարինել որևէ ուրիշ բանով։ Պարզ է։ Եվ նաև երբ խոսվում է անկախության հռչակագրի մասին, այստեղ էլ ասեմ, որ անկախության այդ հռչակագիրը, որտեղ որ Ղարաբաղի հանդեպ տարածքային պահանջներ կա, դա ռումբ է Հայաստանի անկախության տակ դրված, հասկանում եք։ Երբ մարդիկ պաշտպանում են այդ հռչակագիրը, իրականում իրանք պաշտպանում են այն, որ մենք Հայաստանում իրական անկախություն չունենանք, որովհետև եթե Հայաստանի լինելու հարցը հիմքը դրված է այդ լինելու հարցի մեջ տարածքային պահանջ հարևան պետության հանդեպ, ապա ինչքան էլ դա արդարության, ոչ արդար, պատմական, դա առանձին հարցեր են։ Մենք խոսում ենք զուտ միջազգային իրավունքի առումով, որի ես մասնագետ եմ նաև միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի եւ պետական կառավարման, հանրային իրավունքի նաև։ Եվ այստեղ պետք է նաև մի բան ընդգծեմ։ Իհարկե ազգային ժողովրդավարական բերվերի մասին առհասարակ այդ կոնտեքստում չեմ խոսում։ Ես իրանց միշտ բացատրում եմ, որ իրանց քարտեզներում նույնիսկ տարածքային նկարտումներ եւ պահանջ ունեն նույնիսկ Վրաստանի հանդեպ։ Եվ դա լրիվ անընդունելի է, ես միշտ դա ասել եմ եւ ցավոք չեն հասկացել։ Ժամերով նստել ես եւ հայրս իրանց բացատրել ենք, որ դա չկարելի անել։ Դա ուղղակի չկարելի անել հայ-վրացական հարաբերությունների համար։ Չեն հասկացել։ Հիմա չեն ուզեցել հասկանալ, թե չեն կարող հասկանալ, ես դա չգիտեմ անկեղծ ասած, բայց գնալով ես արդեն իմ մոտեցումները էլ ավելի փոխում եմ, որովհետև իմ համար սա արդեն շատ եւ շատ համընկումներ է տեղի ունենում։ Ամեն դեպքում կամ պոպուլիզմի հետ գործ ունենք, կամ միտմամբ չխորանամ արդեն միտմամբը ինչ պատճառներ կարող է ունենալ մոտեցումների եւ քաղաքականության հետ։ Ամեն դեպքում ես ուղղակի ամփոփելով ասեմ, որ ես շարունակելու եմ հետևել, թե ով ինչ է տարածում, եւ եթե կեղծ լուրերը տեսնեմ, որ սիստեմատիկ կան մարդիկ, որ տարածում են, ֆեյքերի միջոցով փորձում են հանրային ազդեցություն ունենալ, ես իմ պարտականություն եմ համարում, որ դրա վրա արձագանքեմ եւ կոնկրետ գնահատականներ տամ, որովհետեւ ի տարբերություն նրանցով, չգիտեմ ինչ տարբեր թեզեր են փորձում հորինել, ես իրականում չեզոք եմ եւ ոչ մի հետաքրքրվածություն ոչ մեկի հետ կապված չունեմ։ Եվ ես հիմա աջակցելով վարչապետ Փաշինյանի ուղուն նաև աջակցում եմ առողջ ընդդիմադիր ուժերին միևնույն ժամանակ, որոնք շատ լավ չեն կեղծում իրականությունը եւ չեն ասում, որ այսօր Հայաստանում պրոռուսական իշխանություն է կամ այսօր մենք դեպի Եվրոպա չենք գնում կամ բռնապետություն է այսօր Հայաստանում իդեմս վարչապետ Փաշինյանի իշխանություն։ Ով դա կեղծում է, ես իրանց հետ ընդհանրապես չեմ կարող համագործակցել, բայց մնացած բոլոր առողջ արևմտամետ հայամետ ուժերին բոլորին էլ աջակցում եմ, բոլորին։ Եվ միևնույն ժամանակ հիշեցնեմ, ուղղակի կարող է դուք չգիտեք հարգելի այնակիցներ, բայց ես Նիկոլ Փաշինյանին շատ եմ քննադատել, շատ իր ժամանակ։ Երբ Վարդեցյանին ԱԱԾ տնօրեն էր նշանակել,
Վանեցյանն էր խանգարել ինձ նաև կոնկրետ եւ հայրիկիս միասին, որ մենք կարողանայինք վարչապետի հետ քննարկել հարցերը, որը վերաբերվում էր եկեղեցուն։ Վարչապետ Փաշինյանը կտրիչ Ներսյանի դեմ նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումը չսկսեց, ինչը ես ուզում եի նաև որ առաջ տանենք, որովհետև այդ խնդիրը իմ համար շատ լավ պարզ է, իմ համար, իմ անձնական նաև շփումից եւ անցյալից հայրիկիս հետ միասին գիտեմ այդ ամեն ինչը փորձեցինք, Վանեցյանը խանգարեց, իրա ԱԱԾ տնօրենը։ Շարունակում եմ, Արշակ Կարապետյան ՊՆ նախարար է նշանակել, հիմա որ ասում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածք է հանձնել, փաստացի օգնել, հա։ Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ իրոք պրոռուսական քաղաքականություն էր վարում, չնայած նրա, որ հասկանալի էր, որ Ռուսաստանը մեզ դավաճանել է, դավաճանում է եւ չէր փոխում Հայաստանի արտաքին վեկտորը։ Հենց Նիկոլ Փաշինյանը դրանից հետո ճանաչեց իրար սխալները, Արթուր Վանեցյանին հանեց, Արշակ Կարապետյանին հենա փնտրում են Ռուսաստանում է պահկված եւ այլն։ Եվ շատ կտրիչ Ներսյանի դեմ ամբողջ այս սկսվածը փաստ է, չէ։ Այսինքն ես այն ինչ որտեղ որ քննադատել եմ Նիկոլ Փաշինյանին, այդ ամենը պարոն վարչապետը հիմա փոխել է։ Եվրոպական միությունով ասում է արեք Վրաստանի հետ միասին շարժվենք։ Շարժվում ենք։ Հիմա Վրաստանն է սահմանափակվել Ռուսաստանի պատճառով, բայց մենք անում ենք այդ ուղղությամբ։ Հայաստանը ամեն ինչ արեց, ինչ որ պետք է եւ անում է այդ ուղղությամբ հակառակը։ Ամերիկայի հետ ասում է արեք Զանգեզուրի միջանցքի ծրագիրը նոյեմբերի 9-րդ կետից հրաժարվենք եւ անցնենք Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ ես նախորդ զգուշացնում եմ Ռուսաստանը այդքան ռեսուրսներ չունի, որ պահի, Ռուսաստանը թույլ է, փուչիկ է ռուսական տնտեսությունն էլ եւ ռազմական հնարավորություններ, Ուկրաինայում դա ապացուցվեց նաեւ եւ այլն, զգուշացնում էի Թուրքիայի եւ Ադրբեջանի եկող աճող վտանգների մասին, այսինքն այստեղ երբ տեսնում եմ, որ ուղղվել են մոտեցումները, ես աջակցում եմ մոտեցումներին, այլ ոչ թե անձնավորություններին։ Վաղը եթե պարոն վարչապետը փոխի նորից մոտեցումները, հետ գնա այն մոտեցումներին, ես նույն իմ գնահատականը կտամ։ Այստեղ մոտեցումների հարց է եւ եւս մեկ անգամ ես փորձում եմ եւ մաքսիմալ չեզոքեմ հարգելի այրնակիցներ եւ դա շատ կարեւոր է իմ համար։ Ես դրանով համարում եմ, որ ես աջակցում եմ հայկական պետությանը, այլ ոչ թե որևէ մեկին, որևէ անձին, որևէ քաղաքական նեղ շահերին, որովհետև իմ պարագայում որևէ այդպիսի քաղաքական նեղ շահեր չկա։ Իմ համար իհարկե կենսական է Հայաստանը պահպանի ժողովրդավար, արևմտամետ, ինքնիշխան այս մոտեցումը, որը այսօր ամրապնդվել է Վրաստանի հետ կապի առումով, ես այստեղ նույն գաղափարների համար եմ պայքարում, որ Հայաստան-Վրաստան այդ կապը ապահովենք ի վերջո։ Դրանից հետո ուրիշ բաներով զբաղվենք։ Բայց առաջերտին Վրաստան-Հայաստան միասին դեպի Եվրոպա գնանք, այսօր այդ իրավիճակում Հայաստանում չի խնդիրը, այսօր Վրաստանում է խնդիրը, ուստի ես հենց Վրաստանի խնդիրով եմ զբաղված, ամենակարևոր հարցով, անձամբ։ Իսկ Հայաստանում փորձում եմ պահպանել, օգնել պահպանել այս իրավիճակը, որ հանկարծ Հայաստանում չունենանք Վրաստանի նման իրավիճակ։ Շնորհակալ եմ հարգելի հայրենակիցներ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։